Շվեյցարիայի նախագահ ԵԱՀԿ գործող նախագահ Դիդիե Բուրքհալտերի պաշտոնական այց Հայաստան այսօր մեկնարկեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ծաղկեպսակ դնելով։ Այնուհետև Բաղրամյան 26-ում նա Սերժ Սարգսյանի հետ քննարկեց մի շարք հարցեր հայ-շվեյցարական գործընկերությունից մինչև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը։ Երկու երկրների առաջնորդները միակարծիք են Արցախի հիմնախնդրի լուծումը հնարավոր չէ առանց արցախցիների կարծիքը հաշվի առնելու։ Խնդրի կարգավորման ամենաօպտիմալ տարբերակը նրանք համարում են ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը։ Ռազմական ուղիով խնդիրը չի կարող լուծվել։ Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման համար ստատուս քվոն տարբերակ չէ։ Սա արդեն Շվեյցարիայի նախագահի կարծիքն է։ Ըստ նրա ԵԱՀԿ Մինսկի խումբը Հայաստանի ու Ադրբեջանի հետ պետք է փորձի քայլ առ քայլ շարժվել դեպի հարատև խաղաղություն։ Մենք աջակցում ենք Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուଆ Օլանդի հրավերը երկու երկրների նախագահներին հանդիպելու Ֆրանսիայում։ Նոր հանդիպումը պետք է դառնա նոր փուլի սկիզբ։ Դա պետք է լինի մադրիդյան սկզբունքի եւ միջազգային իրավունքի հիման վրա։ Սերժ Սարգսյանն ու Դիդիե Բուրքհալտերը անդրադարձել են նաեւ հայ-թուրքական հարաբերություններին եւ արձանագրել Թուրքիայի կողմից չվավերացնելու պատճառով միջև օրս արկախված են Շվեյցարիայի համադաշնության միջնորդությամբ կնքված հայ-թուրքական արձանագրությունները։ Համոզված եմ, որ Թուրքիայի կողմից Հայաստանի ապօրինի շրջափակումը պետք է մնա միջազգային բոլոր կառույցների, այդ թվում ԵԱՀԿ ուշադրության կենտրոնում։ Մինչև Սերժ Սարգսյանն ընդունում է Շվեյցարիայի ղեկավարին Բաղրամյան 26-ի դիմաց կրկին ակցիա էր այս անգամ երախտագիտություն հայտնելու համար։ Մի խումբ քաղաքացիներ շնորհակալ են Շվեյցարիայի նախագահին, ով պատասխանել է նրանց նամակին եւ ընդունել էր, որ Շանթ Հարությունյանն ու Վոլոդիա Ավետիսյանը միջազգային չափորոշիչներով համարվում են քաղբանտարկյալներ։